Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարելույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն ինքշաբթի օր ցեզի գխոսիմ աղանտավորներու մասին, կամ սուտ ուսուցումներու, կամ սխալ վարդապետությանց մասին, ինչպես նաեւ հեթանոսներու կամ հեթանոսության մասին։ Սիրելներ, այս փոլորը սատանայի թրթումով է, որ աշխարհ մտավ, քրխավոր նպատակ ունենալով մարդս աստուծմե հերացնել, գդրել մարդու հարաբերությունը աստուծմե։ Աստված երբ ստեղծեց ամբողջ դիեզերքը, վերջ այս ամբողջ ստեղծագործության թակն ու բսակը ռավ մարդը, որ իր պատկերին ու նմանության համաձայն ստեղծեց։ Եվ Աստված մարդուն հետ թեմ հանդիման գխոսեր։ Սատանան, որ նախապես հրեշտակ մներ եւ ուզեց հբարտացավ, ուզեց Աստուծո դեղը քրավել, ուզեց որ բոլորն ալ զինք պաշտեին եւ այդ բաժարով դուրս տրվեցավ տրախտեն, դեսնելով որ ինք չեր գրնար բնական է Աստուծո թեմ բայկարիլ, հետևաբար իր բادرազմը ուղեց դարձուց Աստուծո ստեղծագործության բսակ հանդիսացող մարդուն թեմ։ Եվ առաջին մարդուն իսկ մոդեցավ սատանան օծի գերբարանքով, խապեպայությամբ։ Այսօր ալ սիրելներ սատանան հետևաբար դարբեր ծևերով կներկայանա։ Աղանտավորներու մեջ են, հեթանոսներու մեջ են, ամեն տեսակ ծևերով։ Ինչու՞, որովհետև սիրելներ սատանան միշտ խափող է եւ հետևաբար գմոդենա մարդուս խափելու եւ աստուծմե հերացնելու գդրելու այդ հարաբերությունը, այդ գաբը։ Եվ այն այդպես ըրավ, երբ Աստված արգելած էր Ադամին եւ Եվային, որ Բարդեզի մեջտեղի գտնվող բարի ու չարի ծարի բդուղեն ուդել, սատանան օծի գերբարանքով Եվայի մոտեցավ եւ ասավ. «Ճիշտ է որ Աստված ցեզի արգելեց տրախտի այս բոլոր ծարերեն ուդել»։ Եվան ասավ. «Ոչ, Աստված չարգելեց մեզի այս ծարերեն ուդել, այլ ասավ որ տրախտի մեջտեղ գտնվող բարի ու գիտության ծարին ոչ ցերկ տվեք եւ ոչ ալ գերեք անգե, որովհետեւ երբ որ ուդեք անշուշտ պիտի մեռնիք»։ Եվ ինչ ասավ սատանան, ասավ. «Անշուշտ պիտի չմեռնիք, դու սխալ հասկացած ես Եվա, որովհետև Աստված գիտեր, որ եթե ուդեք, ձեր աչքերը պիտի բացվին եւ աստվածներու պես պիտի լաք»։ Ահա սիրելներ, այդ մեղքին պատճառով, այդ բադվիրանազանցության, անհնազանդության պատճառով Ադամ եւ Եվան տրախտեն արդակսվեցան, դուրս տրվեցան։ Եվ որքան մարդը հերացավ Աստուծմե, սատանան սիրելներ ուրախացավ, որովհետև ամեն ինչ ուզեց ընել սատանան, որ մարդը այլևս Աստուծո չդառնար։ Մարդը Աստուծո գարոտ էր ետ կուզեր դառնալ, բայց գործընծուց այդ քաղցրությունը ջամփան այլևս չէր գիտեր ետ դառնալու։ Սատանան ահա այդ ժամանակ սիրելներ աշխարհի մեջ բերավ հեթանոսական կամ գրաբաշտական պաշտամունքը։ Մարդիկ սկսան արարիչեն այնքան հերացան թարերու ընթացքին, որ մորցան արարիչը եւ սկսան ամեն երևույթի մեջ, փնության ամեն ուժերու մեջ, արևուն մեջ, գրագին մեջ, աստղերու մեջ, գենթանիներու մեջ, ծարին մեջ դեսնել Աստուծո մ ներգայությունը եւ զանոնք բաշտել։ Այսօր սիրելներ, երբ մեր հայրենիքի մեջ եւ նաեւ աշխարհի մեջ հեթանոսական շարժումներ գուզեն յետ ոտքի գանկնիլ, ամենեն հեշտ ծևերու գտիմեն մարտիկը խապելու համար, ինչպես սատանան խապեց։ Եվ ինչ է, ասկային ճիղին բիթպնան, բիդեսեն որ տեսեք, մենք մեր նախահայրերը հեթանոս էին։ Նախքան քրիստոնեության ընդունիլը մենք հեթանոս էինք հազարավոր տարի եւ այդ ժամանակ մենք հզոր պետություն ունեինք,
Տեսեք քրիստոնեությունը դգարացուց մեզ։ Տեսեք մենք որքան դգար ենք այսօր, որքան փոքր հայրենիք ունենք։ Նախ ամեն բանի արած սիրելներ եւ ադորամար գսեմ պետք է մեր արմատներուն վերաթարնանք շատ բարի։ Եթե պիտի վերաթարնանք արմատներուն, որուն ես համաձայն եմ, բայց հիշենք մարդկության արմատները միաստվածյան են, հեթանոսական չեն։ Եվ հիշեցեք, սիրելիներ, երբ որ մեղքը շատացավ, հեթանոսությունը շատացավ եւ Աստված չնչեց մարդկությունը չրեղեղով, Նոյը ինք, որովհետև Աստվածաբաշտ էր, միաստվածյան էր, բահեց Նոյը, անոր գինը, անոր 3 զավակները, դղաները, որդիները եւ անոնց գիները, 8 հոգի, եւ ատկեվերջ մարդկությունը շատացավ, եւ ուր հանգեցավ Նոյանդաբանը, հայոց Արարատ լերան վրա, որովհետև մեր հայրենիքը սիրելիներ, միաստվածյան գրոնքի հայրենիք եղած է եւ ոչ թե հեթանոսության։ Թարեր ետքեր որ թշպախտապար երբ նահաբետները մահացան, միաստվածյան այդ գրոնքը մորցվեցավ մեր մեջ եւ մենքալ ուրիշ ազգերու նման կամ ցեղերու նման դոմերու նման դարձանք գրագաբաշտ, դարձանք հեթանոս, սկսանք արև բաշտել, սկսանք գրակ բաշտել եւ ադոնց համար արծամներ գանկնել, զավակները գրակները անցնել։ Ահա սիրելիներ, արմատներուն դառնալ կնշանակե յետ միաստվածյան գրոնքին դառնալ։ Հետևաբար այն հեթանոսները, որոնք կսեն քրիստոնեությունը խորտ է մեր ազգին, քրիստոնեությունը ճշմարիտ գրոնքն է, որ մեզ դարձյալ միաստվածության առաջնորդեց։ Հետևաբար ոչ թե միայն խորտ չէ, այլ հարազատ է։ Եվ ադոր համար քրիստոնեությունը մեր մեջ ընդունվեցավ խոնար սուրբերու կողմէ, Հիսուսի առաքյալներուն կողմէ քարոզվելով, առանց սուրի, առանց հուրի, այլ միայն քարոզությամբ։ Սիրելներ, ես անցնող շաբաթներուն ցեզի բավական խոսեցա նոր հեթանոսության քարոզիչներու մասին, Լիլիթ եւ Գոհար գոչվածներու մասին։ Այսօր պիտի խոսիմ ուրիշ անձիմը մասին, Քուրմ Հարություն կամ Հարութ Արաքելյանի մասին։ Ուրեմն հոգևոր եղբայրներս մեկը ինձ ուղարկեց ուշադրության հանձնեց ուրեմն դեսահոլովակը, որ Ամերիկայի հայկական հերոստանգերութենեն ARTN-ն Քևորգ Եղիազարյանի բումերանք հայդակրեն հրավիրված է այս քուրմը, նախ ասեմ ցեզի քուրմ կնշանակե հեթանոսության բաշտոնյա, մոկ, եւ այս քուրմը, այս բաշտոնյան գխոսի նախաքրիստոնեական հեթանոսության մասին եւ քրիստոնեության մասին խոսելով գսե սիրելներ, որ ովքեր են քրիստոնյաները։ Ես պիտի այդ դեսահոլովակեն մեկ րոպե ցեզի ցույց տամ, եւ վերջը իր քրությունը պիտի ընթերցեմ ցեզի ու պատասխանեմ սիրելներ։ Ասեմ որ այս քուրմը, թե ով զին քուրմ նշանակած է, չեմ գիտեր, բայց ինքը ուրեմն հայգազուն արևորտիների համայնքի ղեկավարն է։ Երիտասարդ դղամն է, բարսկահայ ձակումով, վերջին 10 տարին է որ հայրենիքի մեջ կաբրի։ Շատ նյութերու մասին կխոսի սիրելիներ, կխոսի նույնիսկ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հայոց քիրերու քյուդի մասին, իբրև թե քյուրեր քյուդղած է, գսե, այլ այս բոլորը իրեն քուրմերն են որ պատրաստեր են, ինչպես որ նոր հեթանոսության մասին ցեզի խոսածադենը գսեին թիցերը Մեսրոպ Մաշտոցին օգնեցին, իրենք դվին, ասիալ գսե որ իրեն մե առաջ արդեն հետվապար այս քիրերը գային, անշուշտ Դանիելյան քիրերու մասին չեն խոսիր, ամենայն դեպս լսեք թե քրիստոնյաներու մասին խոսելով ինչ կսե այս քուրմ հարությունը։ Քրիստոնեությունը աղքատների կրոնն էր։ Դա ես չեմ ասում, դա ասում է Պողոս Առաքյալը նոր կտակարանի նամակներում Երանի տալով,
որ այդ լույսը իմաստուններից առնվել է եւ տխմարներին կամ ասեմ չգիտեմ աղքատներին է տրվել, ինչպես որ մենք կարդում ենք Մատթեոսի ավետարանում Երանի աղքատներին են տալիս երանիներ, այսինքն այդ կրոնը հիմնականում տնանքների, աղքատների, հիվանդների, ընգածների ինչ որ կրոն եւ կարող եմ ասել նաեւ հուդայական աղաններ։ Շատ բարի։ Սիրելներ, ուրեմն այս կանի մասին նախ գուզեմ խոսիլ, գսե որ ուրեմն քրիստոնեությունը աղքատների, դխմարների, անգյալների, հիվանդների գրոներ։ Եվ ուրեմն այս կրուտենեն վերջ ըստ երևույթին իրեն թիդողություն եղած է մարդոց կողմէ եւ ինքնալ հետեւյալը ուրեմն գկրե ավելի գշեշտե իր խոսքերն են այս քուրմ հարությունին Ամերիկայի հայկական ARTN հերոստալիքին դված հարցազրույցից հետո ինձ քննադատեցին թե քրիստոնեությունը հիմարների, դխմարների ու աղքատների գրոն եմ որակել նախ ասեմ որ դա ես չեմ որակել այլ մեջբերել եմ իրենց նոր գդագարանից նախ մեջբերեմ մեկը ուրեմն հիմա գմեջբերե առաջին գորընթացներու նամակի առաջին գլխու 26-ին 30 համարները ուրեմն ինքս է մեջբերումը գնե իրավ որ եղբայրներ Բողոս Արաքյալի խոսքերն են ծեր իսկ գոչումին նայեցեք ըստ մարմնի ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզորներ եւ ոչ շատ ազնվականներ կանչվեցին բայց Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին որբեսի ամաչեցնի իմաստուններին եւ Աստված ընտրեց այս աշխարհի դգարներին որբեսի ամաչեցնի հոգիներին աշխարհի ոչ դոհմիկներին արհամարվածներին ու ոչինչներին ընտրեց որբեսի իրենք իրենց մի բան գարձողներին ոչինչի վերածի որբեսի ոչ մի մարդկային էակ չբարձենա Աստուծո առաջ ուրեմն խոսքի ավարտ հիմա քուրմի խոսքերը գարտամ այս հարությունին հիմա որ այս հատվածը գարտում եք ինչ եք հասկանում այն որ քրիստոնյաների Եհովա Հայր Աստվածն ու իր Հիսուս դղան ունեն արժեքներ որոնց համաձայն քրիստոնյան պիտի լինի հիմար դգար ոչ դոհմական անազնվական արհամարված ոչնչություն եւ նույն հաջողությամբ թեմեն իմաստուններին, հզորներին, դոհմական ազնվականներին։ Տեսեք սիրելիներ, ինչպես գշրջե այս բոլոր խոսքերը։ Հետևաբար քրիստոնեությունը թեմ է ազնվականներին, իմաստուններին, դոհմականներին եւ այլն։ Քրիստոնեությունը չադակով է դգարներին, հիմարներին եւ այլն։ Շարունակենք։ Ու նման երաստվածներին ամեն առավոտ աղոթք են փարսացնում։ Հիմա արդեն ծաղրում է սիրելիներ քրիստոնեության հավատքը։ Բանի ուրեմն դեսահոլովակի մեջ գսե ես կհարկեմ ուրիշ կրոնների պատկանողներ, բայց հիմա արդեն ծաղրական հարցակողական վիճակի անցեր է։ Ու նման երաստվածներին ամեն առավոտ աղոթք են փարսացնում։ Հիմա նման մարդու մասին ինչ կմտածեք։ Արդյոք նայել է հիմար, դգար, դքեդ եւ ոչ դոհմական, այսինքն անհայտ արմատ եւ ցակում ունեցող, որ նման երաստվածներին է ճաշտում։ Սիրելի քրիստոնյաներ, մեզ հայերիս մի խառնեք ծեր ճրերին, չգրտնեմ նոր գդագարանի որակները ծեր մասին, այսինքն ցեզ հիմար եւ այլն չգոչեմ։ Մենք փարապանում եւ մեծարում ենք մեր ասկային թիցերին, իրենց աստվածներն են թիցերը, թից կսեն։ Մեր նահաբետներին ու իմաստուն նախնիներին, որոնք հային դարձնում են հզոր, իմաստուն եւ ազնվական եւ մեզ համար դկիդությունը հանցանք է, բայց քրիստոնյաներուն այսինքն քովելիկ դկիդությունը, բայց իրենց համար հանցանք է։ Բնական է, որ դուք ձեր Եհովա Հայր Աստծու եւ Պալիկ Հիսուսի արժե համագարկի հիման վրայով գուզեք ընտիմանալ հզորներին, իմաստուններին եւ ազնվական դոհմայիններին։ Մենք ուզում ենք ընտիմանալ ուրեմն այս ազնվականներին, իմաստուններին, դոհմայիններին, բայց չփորձեք գսե այս կուրմը, որովհետև մենք հիմարներին ու ստրուկներին դարձի բերելու խնդիր չունենք։ Եթե ազնվական եւ դոհմային լինեք, այսինքն հայտնի լինի ձեր ցակումն ու արմատը, հաստատ Եհովային չեք կարող ճաշտել։ Սիրելներ, այս մարդուկը, այս ուրեմն ինքզինք իմաստուն, ազնվական, դոհմային, գարձող
անձը համարցակությամբ կքննադատե ուրեմն քրիստոնեական հավատքը եւ այսպես դխմարներու, անկետներու, դգարամիտներու գրոն կհամարե քրիստոնեությունը։ Արդյոք սիրելիներ այս էր որ Պողոս Արաքյալ գուզեր ըսել։ Նախ որբեսի Աստուծո խոսքը հասկանանք, չենք կրնար սիրելներ միայն հատված մարնել, իր շրջակիցեն դուրս անել եւ գարտալ, եւ այն ալ գարտալ այնպիսի թարգմանությունը, որ սիրելներ բացարձակ կերպով ուրեմն իմաստային թարգմանություն չէ, այլ ընդհանրակ հիմա ինքը ադիգա փերած եւ գուզե ցույց տալ, որ քրիստոնեությունը ինչ տեսակ է։ Նախ ասեմ, որ եթե փանանք առաջին Կորինթացներու նամակի առաջին գլուխը, այնտեղ Պողոս Արաքյալ հստակ կերպով գխոսի, որ Քրիստոս Աստուծո զորությունը եւ Աստուծո իմաստությունն է։ Եվ ցույց կտա Պողոս Արաքյալ, որ Աստված աշխարհիկ իմաստությունը մեկ կողմ դրավ եւ ցույց տվա, որ աշխարհիկ իմաստությունը ոչինչ է եւ որովհետեւ աշխարհիկ իմաստությունը մարդը չի բրգեր, աշխարհիկ իմաստությունը սատանան է, որ սիրելիներ գբերե, որ մարդս Աստուծո մերացնե, ինչպես որ խոսքի սկիզբը սատանան ասավ, եթե ուդես այս ծառեն աչքերդ պիտի բացվին եւ Աստվածներու պես պիտի լաս։ Խապեցինք աշխարհիկ իմաստությամբ, բայց Աստված ուզեց մարդս բրգել Քրիստոսի խաչելությամբ։ Եկեք սիրելիներ, ցեզի ընթերցեմ այս հատվածը, որբեսի ավելի լավ հասկանաք։ Նախ սկիզբի բաժինը կգարտամ, հետո այն բաժինը, որ ինք ընթերցեց։ Գսե Պողոս Արաքյալ, ընթերցեմ առաջին Կորինթացներու նամակի առաջին գլխու 18-րդ համարեն։ Խաչի մասին քարոզությունը հիմարություն գտվի գորուստի ջամփու մեջ գտնվողներուն համար։ Այս մարդը, սիրելներ, այս քուրմը եւ այս սետանոսները գծաղրեն մեզ, որ մենք խաչյալին գավադանք, որովհետեւ եւ մեզ հիմար գամարեն, որովհետեւ գավադան Քրիստոսի, բայց Արաքյալը գսե, անոնք որոնք գորուստի ջամփու մեջ են, խաչի մասին խոսիլը, խաչյալի մասին խոսիլը հիմարություն գտվի։ Մինչ մեզի փրկության ջամփու մեջ գտնվողներուն համար Աստուծո զորությունն է անիգա։ Աստված խաչին մեջ են, Քրիստոսի մեջ են տվավ զորությունը, իմաստությունը, ցույց տվավ։ Արտարե մարգարեության մեջ գրված է. իմաստուններուն իմաստությունը պիտի խափանեմ, խելացներուն խելքը պիտի գործընծնեմ։ Այս մարդը կգարձե, որ սիրելներ քրիստոնեությունը ամեն իմաստուններուն թեմ է։ Քրիստոնեությունը ճշմարիտ իմաստություն է, որովհետև երկու տարբեր իմաստություններ կան։ Մեկը աշխարհիկ իմաստություն, որ վաղանցուկ է, անցողագի է, իսկ մյուսը երկնային իմաստություն, որ դիրոջ մեկ ուքա։ Եվ մենք Սուրբ Ներսես Շնորհալի Հայրաբեդին բերնով միշտ գաղութենք իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն։ Ով Հիսուս, հորի իմաստություն, ինձի իմաստություն դուր։ Աշխարհեն չենք խնդրել իմաստություն, ոչ ալ թիցերեն կխնդրենք իմաստություն, այլ երկնային դիրոջմե, որովհետև իմաստությունը այդ դերեն գուկա։ Շարունակեմ։ Այն ադեն ուր պիտի մնան իմաստունները, կամ ուսյալները, կամ այս աշխարհի հարցերը քննողները։ Չէ որ Աստված ցույց տվավ, թե այս աշխարհի իմաստությունը հիմարություն է։ Ինք քուրմը մեզ հիմար գամար է, բայց իրականության մեջ իր ունեցած գիտությունը հիմարություն է։ Որովհետև աշխարհը իր ունեցած իմաստությամբ չգրծավ ճանչնալ Աստված եւ անոր իմաստությունը։ Ոստի Աստված ուզեց հիմարություն համարված խաչին քարոզությամբ բրգել անոնք, որ գհավադան։ Եվ թեպետ հрьяաներ հրաշք կուզեն, հрьяաները միշտ հրաշք կփնտրեին, իսկ հետանոսները կամ հույները իմաստություն կփնտրեն, որովհետև հույները իմաստասիրությամբ միշտ սպաղող էին, հрьяաները հրաշք, հույները իմաստություն կփնտրեին։ Մենք խաչված Քրիստոսը կկարոզենք, որ քայտակություն է հрьяաներուն համար եւ հիմարություն հետանոսներուն համար։
թեպետ նույն այդ հрьяաներեն ու հույներեն գանչվածներուն եւ թարցի եկողներուն համար անիկա Քրիստոսն է, Աստուծո զորությունը եւ Աստուծո իմաստությունը։ Չմոռնանք սիրելներ, մենք բացարձակ կերպով հեթանոսները չենք արամարել, որովհետեւ մենք ամենքս հեթանոս էինք, հեթանոսութենե եկանք, խավարի մեջ էինք, լույսին եկանք։ Մենք ալ հիմար էինք, այս աշխարհի իմաստություն ունեինք, բայց դերը մեզ գանչեց եւ մենք սիրելներ Հիսուսով իմաստնացանք։ Ահա այս է ամբողջ միտք բանին։ Գշարունակեմ։ Արտարև Աստուծո դնորինությունը, որ հույներ հիմարություն գորագեն, խաչելությունն է որովհետև իմաստակույն է քան մարդկային ովևէ իմաստություն։ Ինչ որ հեթանոսները մեզի համար դկիդություն կհամարեն, իմասնակույնն է, ամենեն բարձր իմաստությունն է սիրելներ, քան թե իրենց մարդկային իմաստությունը։ Եվ Աստուծո խաչը, որ հрьяաներ դգարություն կհամարեն, ավելի զորող է, քան մարդկային ամեն զորություն։ Հիմա հաջորդ հատվածը իր մեջ բերած հատվածն է։ Տեսեք սիրելներ, գգարտամ ինչ կսե, լավ լսենք։ Եղբայրներ, դուք ցեզ մետ թադեցեք, ինչ էիք, երբ Աստված ցեզ գանչեց։ Ինչ էիք։ Սիրելներ, Գորընթոսը Ունաստանի մեջ է։ Այդտեղի բոլոր մարդիկը հույն էին, հեթանոս էին։ Հետևաբար, երբ որ Աստված զիրեն գանչեց, հեթանոս էին, գրաբաշտ էին, դարբեր աստվածներ կբաշտեին։ Հետևաբար, մարդկային իմաստություն ունեին, իմաստասիրական փիլիսոփայության մեջ էին, որովհետև հույները սիրելներ, ամենամեծ իմաստասիրություն ունեին։ Բոլորն ալ այս աշխարհի իմաստություն ունեին, եւ իրենք զիրենք իմաստուն կգարձեին, բայց Բողոս Արաքյալ գսե, դուք ցես կնեցեք, ինչ եք, երբ Աստված ցեզ գանչեց։ Ցեզ մեկ քանին իմաստուն հզոր կամ ազնվադոհ էին մարդկային չափանիշերով, բայց Աստված ընդրեց այն, ինչ որ այս աշխարհը հիմար գսեբե։ Ոչ թե Աստված հիմար գսեբե, այլ այս աշխարհը հիմար գսեբե, եւ Աստված աշխարհին հիմար համարածները ընդրեց։ Անով իմաստունները ամոթով ցկելու համար ընդրեց այն, ինչ որ այս աշխարհը դգար կհամարե, անով հզորները ամցնելու համար, եւ ընդրեց այն, ինչ որ այս աշխարհը անարժեք կհամարե, արհամարելի եւ ոչնչություն կնկատե, անով ոչնչացնելու համար այս աշխարհի մեծությունները։ Հետևաբար, տեսեք սիրելներ, Աստված ընդրեց այն մարդիկը, որ աշխարհը զանոնք հիմար կգոչեր։ Ոչ թե Աստված զանոնք հիմար կգոչեր, այլ աշխարհը զանոնք հիմար կհամարեր։ Աշխարհը զանոնք դգար կհամարեր։ Աստված հիմար համարվածները գանչեց իմաստուն դարձուց, դգար համարվածները գանչեց եւ զորացուց, եւ ոչնչություն համարվածները գանչեց եւ մեծուց։ Իսկ այս աշխարհի իմաստուն գարձվածներուն հիմարացուց, այս աշխարհի զորավորներուն դգարացուց, այս աշխարհի մեծ ինքնին մեծ գարձողներուն ոչնչացուց։ Եվ ասիգա, որբեսի ովևէ մարդ չբարձենա Աստուծո առաջ, որովհետև Աստված ինքն էր, որ ցես բերավ Քրիստոսի միացուց, եւ մենք Քրիստոսով ջանցանք Աստուծո իմաստությունը եւ կդանք մեր արդարությունը, սրբությունը եւ փրկությունը։ Հեթանոսները սիրելեր բղձալից կյանքով ապրած են, ամբողջ բացմությունը վկա, ամբողջ բացմությունը վկա։ Ընտանեկան սրբություններ չգային, բղձություններ, դաջարներում մեջ, բորոնգություններ, գրաբաշտություններ, սրբաբղձություններ։ Այս կուրմը ամեն տեսակ սիրելիներ քաղցրությամբ գուզե ներկայացնել հեթանոսությունը, բայց հեթանոսությունը հստակ է։ Գրաբաշտությունը հստակ է, Աստուծո հերու ամեն տեսակ անպարոյությամբ։ Եվ եթե անշուշտ փարոյական սկզբունքներ ալ գային, անոնք սիրելիներ նախ հեղեղուկ էին, երկրորդ բոլորն ալ սիրելիներ Աստուծո գոմե մարդուն սրդի մեջ թրված են այդ բոլորը։ Գգարտամ քիչ վերջ ուրիշ հատվածը։ Մենք մինչդեռ երբ Քրիստոսով իմաստությունը կդանք, ինչ կդանք այդ ժամանակ, մեր սրբությունը, մեր արդարությունը եւ մեր փրկությունը։
որբեսի ինչպես մարգարեության մեջ գրված է, ով որ կբարձենա, թող դիրոճմով բարձենա։ Երկրորդ գլխում մեջ միան քանի համարներ գարտամ 5-րդ համարի մեջ Արաքյալը գսե ծեր հավատքը հիմնված է Աստուծո զորության վրա եւ ոչ թե մարդկային իմաստության։ Եվ հաջորդ հատվածի մեջ գսե, երբ գխոսի Աստուծո իմաստության մասին, սակայն հոգևոր գադարերության հասածներուն իմաստությունալ կկարոզենք։ Ով քուրմ հարուտ, չգարձես, որ հոգևոր գադարերություն ունեցողները ամիտ մարդիկն են, անոնք որոնք մանուկ են հավատքի մեջ, անոնց գատ կչամպվի, իսկ անոնք որոնք հավատքի մեջ հասուն են, անոնց հոգևոր իմաստություն կկարոզվի, անոնց բադար կդրվի, ինչպես որ երբ որ երեխա է, բադար չես կրդարդալ, գատ կուդաս, երբ որ սակայն հասուն է, բադար կուդաս։ Ադորամար Արաքյալը գսե հոգևոր գադարելության հասածներուն իմաստությունալ կկարոզենք, բայց մեր կարոզածը ոչ թե այս աշխարհի իմաստությունն է, ոչ ալ այս աշխարհը գարավարող ուժերունը, որոնց իշխանությունը շուտով պիտի խափանվի, ինչպես որ ծեր աստվածներուն ծեր գրաբաշխությունը խափանվեցավ, առանց սուրի, առանց հուրի, հագարականոր որ դու խոսքիդ մեջ պիտի լսեցնեմ ժողովրդին, դու նսիր որ հարցագեցան, քամտեցին դունեդուն գրաբաշխությունը եւ քրիստոնեությունը բարդատրեցին օդարները, բյուզանտացիները, բարտեվացիները, բարտեվականները, քիչ մվերջ խոսքը ցույց կտամ եւ կբացատրեմ այդ ժամանակ ժողովրդին քու խոսքից սդությունը, խապեությունը։ Ուրեմն մեր կարոզածը Աստուծո իմաստությունն է, որ թակուն էր եւ մեզ մեծ ծածկված կմնար մինչեւ հիմա, բայց որ Աստված սկիզբեն իսկ հավիտյաններեն առաջ մեզի դալ սահմանաձեր, որբեսի անով մենք փառավորվենք։ Այս աշխարհի իշխաններեն ովևէ մեկը չհասկացավ այդ իմաստությունը, որովհետեւ եթե հասկացած լային, խաչի չէին հաներ դերը, որ այդ փառքը բարգեւողն է։ Եվ վերջին համարները կգարտամ ուրեմն երկրորդ գլուխ առաջին Կորինթացիս 14-րդ համար Աստուծո հոգին չունեցող մարդը չընդունիր Աստուծո հոգին բերած ճշմարտությունները, որովհետև անոնք հիմարություն գտվին իրեն, եւ չի գտնար զանոնք ճանչնալ, որովհետև անոնք միայն հոգիով գկննվին։ Իսկ հաջորդ համար, իսկ Աստուծո հոգի ունեցող մարդը ամեն ինչ գկննե, բայց ինք ովևէ մեկեն չի կննվիր։ Քանի որ դու Աստուծո հոգի չունիս, քուրմ հարություն, քո անունդ որքան քաղցր է, ես սրտանց կաղոթեմ, որ դու հարություն առնես, այդ խավարեն հարություն առնես, գենթանանաս, մերած ես հետանոսության մեղքի մեջ, հարություն առնես եւ դեսնես, եւ մարգանունը տալ որքան քաղցր է, առաքելությունն ես, ոչ թե հետանոսության, այլ քրիստոնեության, որովհետև մինչև այնադեմ որ դու Սուրբ Հոգի չունիս մեջդ, չես հասկնար այս բոլորը, Աստուծո իմաստությունը պիտի չհասկնաս, Քրիստոսի խաչելությունը դգարություն պիտի համարես, ինչպես որ քու մեկ քրարումիդ մեջ եւ մի դանիր ըզմեզի փորձության մեջ այդ խոսքը գմեջվերես եւ գսես քու խոսքը կգարտամ հրաժարվենք ըստրգացնող եւ մի դանիր ըզմեզի փորձություն փարփաչանքից, որն արդեն 1700 տարի նստածրել են մեր ասկի շուրթերին, քաչությամբ բարձրացայնենք եւ դարս մեզի փորձություն, քաչ գիտակցելով որ փորձությունները այն փովն է, որից անցնելով երկաթը բողբատի է վերածվում։ Թուն չես գիտեր որ ինչ փորձության մասին է, որ դու ինքզինքդ գուզես առաջնորդել եւ դար մեզի փորձություն, ադիգա հբարդուտենետ կուկա, հբարդուտենետ, որովհետեւ չես գիտեր որ սատանային բերած փորձությունը ինչ ահեղ է քու գլխուտ եւ քեզի նմաններուն գլխուն։ Գիտես Սուրբ Գիրքը ինչ կսե, թե ով է ճշմարիտ հիմարը, թե ով է անմիտը, թուն որ անմիտ կգոչես քրիստոնյաները, գիտես ով է անիգա, անիգա անաստվածներն են, անիգա հետանոսներն են, դես քանի համարներ գարտամ քեզի, օրինակ, Սաղմոսի մեջ,
14-րդ գլխու առաջին համարը գսե այնտեղ Դավիթ մարգարեն քրապարը ասեմ ասաց անզգամն ի սրդի յուրում թե ոչ քո Աստված թարգմանությունը անզգամը այսինքն անմիդը իր սրդին մեջ ըսավ Աստված չգա ուստի աբագանեցան եւ զզվելի արարքներու մեջ ինգան չգա մեկը որ բարին կործե հեթանոսությունը գրաբաշտությունը զզվելի արարքներով լեցուն է վգա ողջ բաղմությունը գերուխումով բորնգությամբ բղծությամբ լեցուն մի արդարացներ մի փորձեր օրինակներ բերել փորձեր օրինակներ բերել որ ասես որքան փարույականություն կար ծեր բաճարով էր որ ահա որ աղքատություն կար ծեր բաճարով էր որ մարդը անդեսված էր արժեք չուներ մարդը այլ գային թիցերը եւ անոնց քուրմերը եւ անոնց զարաները ով էր որ ծառայությունը աշխարհին վրա են վերցուց ծառայի ըստրուգի հոգին քրիստոնեությունը ով է որ մարդկությունը զարգացուց ոչ թե էթանոսությունը ոչ թե գրաբաշտությունը այլ քրիստոնեությունը ով է որ ողորմած դարձուց մարդիկը քրիստոնեությունը ով է որ այսօրվան զարգացած գիտության հասցուց մարդկությունը քրիստոնեությունը ասես որ մենք ավելի զորեղ ենք երբ որ քրիստոնյա չէինք անիգա հիմարապանություն է որովհետև համեմատ է այսօր Եվրոպան ամբողջ քրիստոնյա է քրիստոնյա էր որ զարգացավ քրիստոնյա էր որ զորացավ ամերիկան քրիստոնյա է քրիստոնեությամբ է որ զորացավ ռուսիան քրիստոնյա է իր սահմանները չփոքրացուց ինչպես եղավ որովհետև մենք սխալ քաղաքականություններ վարեցինք կամ ինգանք այնպիսի մենք գրվախնձոր եղանք եւ բարսիկներու եւ բյուզանդացներու եւ ռոմիացներու եւ ռուսերու եւ այլն միշտ փոքրացանք դժբախտաբար եւ մեր հանցանքները հաջող չեն ուզեր տեսնել շատ հեշտ է բերցնել քրիստոնեության վրա ասել որ քրիստոնեությունը դգարացուց մեզ քրիստոնեությունը չդգարացուց քրիստոնեությունը ասեմ բահեց մեզ բահբանեց մեզ եթե մենք այսօր քրիստոնյա չդառնայինք դես Թուն այն երկրեն որ եկած ես Բարսկաստանեն Բարսկաստանը հզոր արևաբաշտ էր գրաբաշտ էր մաստեզական գրոնքի դեր էր ինչ եղավ գործընծուց ամբողջությամբ իսլամ դարձավ ինչու որովհետև չուներ փարույականությունը հռոմեական գայսրությունը գործանեցավ փարույականություն չուներ եթե մենք այսօր հետանոս մնացածը լայինք քեզի վստահեցնեմ մենք այսօր կամ իսլամ պիտի լայինք կամ թուրք պիտի լայինք կամ չեմքեր ինչ պիտի լայինք մենք քրիստոնյա պիտի չլայինք գվերաթարնամ այդ խոսքին քիչ մվերջ բայց նորեն 50-րդ գլխու Սաղմոսի առաջին համարը դարձյալ կգարտամ գսե Դավիթ մարգարեն դարձյալ ամիտ մարդիկ կամ անզգամ մարդիկ իրենց մտքի մեջ ասին Աստված չգա ուստի աբագանեցան եւ զզվելի մեղքեր կործեցին ահա նույն ցևով նույն խոսքերը հետևաբար ոչ թե քրիստոնյաներն են ամմիդները այլ գրաբաշները կներես բայց Սուրբ Գիրքը այդպես կսե եթե Սուրբ Գիրքով մեզ տուն ամմիդ կգոչես մենք ամմիդ էինք աշխարհի իմաստություն ունեինք բայց այսօր մենք իմաստուն ենք եւ Աստուծո իմաստության դիմաց ո՞յ մեկ մարդկային իմաստություն չի գրնար հաղթել չգարձես որ դու խելաբադիգետ խոսքեր բերելով բիդի քրիստոնեությունը վար զարնես դու շատ փոքր ես եւ քեզի բեսները շատ փոքր են որքանալ դու հայգազուն արևորտիների համայնքի ղեկավարը լաս Թուն Աստուծո դիմաց ինչպես ես ոչինչ ենք մոխիր ենք արարիչին դիմաց հետվապար քու ունեցած ամբողջ գիտությունը տալ ոչինչ է ես Պողոս Արաքյալի խոսքը քեզի համար գսեմ եւ քեզի բեսներուն
Երկրորդ Կորինթացիներու նամակի 10-րդ գլխու 3-ին մինչև 5 գարտամ։ Ճիշտ է որ աշխարհի մեջ կապրինք, բայց աշխարհային նկատումները առաջնորդված չէ որ կբادرազմինք։ Բادرազմի մեր զենքերը աշխարհային չեն։ Ինչ որ դու քրիստոնյաներուն համար գաբներություն խոսքիդ մեջ բիդեսես հիմա լսել բիդիտամ։ Բիդեսես որ քրիստոնեությունը զենքով մեզի բարդատրվեցավ փյուզանտացներուն եւ բարտևներու կողմէ։ Մեր բادرազմի զենքերը աշխարհային չեն գսե Բողոսարակյալ, այլ Աստուծո զորավոր զենքերն են ամրոցները խորդագելու համար։ Եվ Աստուծո զենքերը գիտես ինչ են։ Իմաստություն, զորություն, արդարություն, սրբություն։ Ասոնք են սիրելներ, ասով է որ քրիստոնեությունը հաղթեց աշխարհին, ասով է որ մեր հայրենիքի մեջ են խավարը հալածվեցավ Սուրբ Տատյոս Պարտողոմեոսով եւ ատկեվերջ մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ լրելյան քրիստոնեությունը դարածվեցավ։ Չմոռնաս առաջին քրիստոնյան հայոց ապկարտակավորը եղած է։ Նաև առաջին թակավորին Սանադրուգի ուրեմն աղջիկը Սանդուղտը ինք եղած է։ Անոր քույրը որ Միսթուին ինքը քրիստոնյա եղած է։ Անոնք նահատակվեցան Քրիստոսի անունին համար։ Առանց զենք ու զրահի անոնք քրիստոնյա դարձան։ Եվ առաքյալը գսե, եւ մենք գխորդագենք Աստուծո գիտության թեմ բարձրացած արարգությանց բոլոր հբարտ բատնեշները եւ բոլոր միտքերը քերելով Քրիստոսի հնազանդության կբերենք։ Ու այդ հբարտ խոսքերդ քերևարենք գխորդագենք այդ հբարտությանը բատնեշները քուրմ հարություն, որտեւ քու ունեցածդ մարդկային իմաստություն է եւ այդ մարդկային իմաստությունը ոչինչ է եւ գուզեմ քեզի ընթերցել Սամոս 10-րդ գլխու 4-րդ համարը, որ գսե ամփարիշտը բացահայտ լրբությամբ Աստուծո մասին չի խորհիր իսկ իրեն համար Աստված չգա։ Հետևաբար դու մեզ գոչես որպես ամմիտներ, դգարներ եւ գսես որ քوارցազրույցիդ ընթացքի մեզ գոչես դխմարներ, բայց Սուրբ Գիրքը անոր ճշմարիտ Աստվածը չի ճանչնար, զայն գոչե անմիտ, անզգամ, ամփարիշտ եւ լիրբ։ Հետևաբար այս բոլորի մասին դու մտածե, որբեսի լեզուդ չերգարես շատ, որովհետև քու ունեցած իմաստությունդ մարդկային իմաստություն է եւ ոչ թե աստվածային իմաստություն։ Եվ ես քեզի գհրավիրեմ, որ Աստուծո դառնաս, ինչպես ասի անունիդ պես հարություն առնես, որբեսի կարողանաս Աստուծո դառնալ եւ Աստուծո մասին առաքելություն ունես եւ ոչ թե թիցերու մասին, որովհետեւ յուրաքանչյուր թիցի յետին սատանան կգտնվի խապելու համար մարդիկը։ Հետևաբար թիցաբաշխությունը ըստ Աստվածաշունչին առաջին Կորինթացիս 10-րդ գլուխը գարտա գրաբաշխություն է, սատանայի բաշխություն է։ Դու քու խոսքիդ մեջ այս հարցազրույցիդ մեջ կսես որ մենք արևը չենք բաշխեր, գրագը չենք բաշխեր, այլ անիգա Աստուծո արարիչին ագն է, արեկագ Արարիչին ագն է, աչքն է, բայց արևը գբաշխեք չէ, արևորտիներ գոչիք չէ, ինչ եղավ հիմա գուզես փոխել, խապել մարդիկը, արևը գբաշխեք։ Շատ բարի, եթե դուք բնության ուժերը գբաշխեք, չմոռնաք որ մենք բնությունը ստեղծողը գբաշխենք։ Այս է մեր եւ ծեր դարբերությունը։ Դուք ջամփուն գեսը գդրած եք, աբրիկ, սխալ չհասկնաս, աբրիկ, ջամփուն գեսը գդրած եք, բայց դուք գբաշխեք ոչ թե արարիչը ստեղծողը արևին ու գրագին, այլ գբաշխեք արևն ու գրագը որպես լույս, արևը որպես լույս, իսկ մենք արդարության արեկագը Հիսուս Քրիստոսը գբաշխենք, որ արարիչն է արեկագին, արեկագը գխավարի, արեկագը օրը գսպարի,
բայց ճշմարիտ արդարության արեքագը մեզ հավիտենական կյանքին գարժանացնե։ Քու հետևյալ ուրեմն ասկի մասին, քու հետևյալ խոսքդ գուզեմ ունգընտրել դալ, թե ինչպես քրիստոնեությունը ուրեմն դարածվեցավ մեր ազգի մեջ թունգսես, լսենք, որբեսի քու խոսքովդ վերջը քեզ թադեմ։ մեծ գրատարան ենք ունեցել, որը նույն զենով գլայտը Ուրեմն որ ինչպես լսենք սիրելներ հիմա գրատարանը այրել է Քուր- օտարների մուտքը, օտարների չարագործության արդյունքն է, որ այրվում էին մեր աշխատանքները եւ մեր պատմությունը։ Թե ներսում էր քիրը։ Ամեն դեպքում ներխուժում տեղի է ունեցել, ներխուժումը տեսեք այսօր եթե շատ ցավոք օրինակը մենք այսօր կարող ենք տեսնել հենց նույն իսլամական պետություն ԻԳԻԼ երբ իրենք ինչ-որ գյուղ էին մտնում մեր աչքի առաջ մենք տեսել ենք մեդիայով այդ բոլորը տեսել ենք երբ մի հատ գյուղ էին մտնում հրապարակի վրա 10 հոգի հավաքում էին բոլորի վզերը առանձնացնում էին մարմիններից արդյոք այդ գյուղի մեջ կհամարձակվեր մեկը որ հակառակվեր այդ ԻԳԻԼ-ին բնական է ոչ հիմա եթե նույն ինչ որ ներխուժում տեղի է ունեցել Հայաստանում մտել են բյուզանդական եւ պարթևական թևերին պատկանող զորք այդ զորքը ինչպես իրենց քրիստոնեական պատմիչները գյուղ առ գյուղ գնացել կոտորել են գյուղ առ գյուղ տաճարները ոչնչացրել են ոսկիները տաճարների սեփականացրել են արդյոք կլիներ այդ գյուղի մեջ կամ այդ ժողովրդի մեջ որը ասեր չէ ես ով ասեր չէ ճնշման ազդեցության տակ կամած մարդկանց ներաշխարից վերացնում էին այն կայացած պետական կրոնը, որը ուներ կայացած ազգի համար եւ սկսում է կամած մուտք գործել քրիստոնեությունը։ Այդ գործողությունները, այդ մուտքերը, այդ կոտորածը, ջարդը, վախներ շնչելը արվում էր հենց դրա համար, որ մենք հրաժարվենք մեր կրոնից ընդունենք նորը, թե ուղղակի արվում էր այդ միջանկյալ կերպով ներխուժվեց քրիստոնեությունը։ Չէ, շատ բնական է, այսինքն այսօր մի պահ եկեք մենք որոշենք, որ մտնում ենք մի հատ գյուղ, ուզում ենք այդ քաղաքը, երկիրը մեզանով դարձնենք, իրենք ունեն իրենց հավատամքը, մենք ինչ պիտի անենք, մենք պիտի դնենք մեր հավատամքը պարտադրենք իրենց, կոտորած անենք մի քանիսին, ասենք մի ինչ-որ տոկոսին, մնացած ժողովուրդը վախի ազդեցության տակ շատ բնական է, որ կենթարկվի մենք այդ ենթարկումը տեսնում ենք, որ այսօր հայ ժողովրդի մոտ անգամ Հայաստանում այս կանը ուրեմն գսե որ այս քուրմ հարությունը որ բարտևները եւ բյուզանդացիները հարցագեցան հայրուն վրա եւ բարդատրեցին քրիստոնեությունը եւ քյուղ մտան եւ մորթեցին ինչպես որ օրինակ այսօր իսլամական երկիներու մեջ կտեսնենք ISIS-ները գմտնեն 10 հոգի գլուխ կգդրեն եւ մյուսներն ալ գենթարգվին ձիծաղելի է բացությունը քիծող մարդը այդպես չի խոսիր հայտնի է որ իր ուզած բաժիններն է որ ինք գուզե առնել եւ խեղաթյուրել բացությունը եւ այդպես ներկայացնել իսկ եւ որ մեկը բացության զանոց չէ դժբախտաբար գրնասել ուրեմն այդպես քրիստոնեությունը դարածվեցավ մեր մեջ նախսեմ աշխարհի մեջ ամբողջ աշխարհը ռոմեական կայսրությունը հալածած է քրիստոնյաները չարտած է սպանած է կոլոսեումներում մեջը նետած է արույցներու դիմաց քազաններու դիմաց եւ քրիստոնյաները այդպես նահատակված են եւ քրիստոնեությունը ուր կամ քրիստոնյա առաքյալները ուր որ կացած են բոլոր առաքյալները ոչ սուրով կացած են ոչ բանագով կացած են այլ կացած են միայն աստուծո խոսքով միայն սուրբ ոգիի զենքով իմաստությամբ երկնային իմաստությամբ միայն եւ քրիստոնեությունը այն գրոնն է որ առանց սուրի դարածվեցավ իսկ մենք գիտենք որ 301 թվականին քրիստոնեությունը pedagogan գրոնք դարձավ Հայաստանի մեջ մենք չէինք առաջին քրիստոնյաները ասորիներ եղած են սուբկիրքի մեջ կսեն զիրենք է որ Անդիոքի մեջ էր որ Սուրիո մեջ էր որ քրիստոնյաներ գոչվեցան բայց մենք առաջին ազգը եղանք որ pedagogan օրեն քրիստոնեությունը ընդունեցինք շատ բարի եւ որ մենք քրիստոնեությունը ընդունեցինք 301 թվականին ամբողջ աշխարհը դեր հեթանոս էր ոչ բյուզանդացիները քրիստոնյա էին ոչ բարտևները քրիստոնյա էին ոչ ալ ովևէ մեկը քրիստոնյա էր
որ հարցագին մեր հայրենիքին վրա եւ բարդատրեն մեզի, որ քրիստոնեություն ընդունենք։ Հետևաբար այս բոլոր խեղաթյուրումները պատմության ընթացքին բարձաբես չսելու համար, որ որքան խավար էր, որքան հեղեղուկ էր հիմքը հեթանոսության, որ գործանեցավ։ Մենք դարձանք մեր արմատներուն, միաստվածյան մեր գրոնքին, այն գրոնքին, որ Նոյը մեր հայրենիքի մեջ դարածեց։ Եվ ասեմ, ինքը խոսի այս պատմության մեջ, որ խորանները հեթանոսական դաջարներու խորաններ եղած են, ուր զոհ եղած են։ Առաջին զոհը մեր հայրենիքի մեջ Նոյը ըրավ, շնորհակալության զոհ մատուցեց։ Եվ Նոյը զոհեց այն վայրի մեջ, որ վերջը փակին գառուցվեցավ, եւ վերջը այդ փակինին դեղ միածին որդին էջ կատարեց, եւ դարձյալ այնտեղ միաստվածյան գրոնքը հրճակեց։ Հետևաբար այս բոլոր խոսքերը հարությունին ուրիշ բան չեն, եթե ոչ շինծու խոսքեր։ Իսկ եթե այդքան զորավոր էր հեթանոսությունը, ինչ պատահեցավ։ Ինք բարեփոխտաբար գխոսի, որ որքան ամփարոյություններ եղան, որքան քուրմերը իրենց մասին մտածեցին եւ գործանեցան։ Քուրմ հարութ։ Ես քեզի քանի օրինակ տամ եւ գուզեմ, որ այդ մասին մտածես։ Օրմը Բողոս Արաքյալ երբ որ Աթեն գնաց, Աթենքի մեջ տեսավ անձանոթ Աստուծո արցանը։ Աթենքի մեջ բազմաթիվ աստվածներու արցաններ կային։ Եվ աթենացիները իմաստասիրությամբ ամենեն քերազանցն էին։ Այնտեղ էր Սոկրատը, Բաղադոնը, Արիստոտելը, ամենք այնտեղ էին։ Այնտեղ էր, որ ուսուցանած էին։ Եվ այդ ժողովուրդը ուրիշ բան չուներ, որ եթե ոչ նորություններով գուզեր հետաքրքրվեր։ Եվ Բողոս Արաքյալ երբ Աթեն գնաց, Քորձ Կարաքելոց գրքի մեջ կգարտանք 17-րդ գլխու 16-րդ համարի մեջ, որ Աթենքի մեջ մինչ Բողոս անոնց կսպասեր իր բարեկամներուն, որ բիլիկային զայրույթով գլեցվեր, դեսնելով, որ քաղաքը գրաբաշխության մեջ թաղված էր։ Վերջը սկսավ քարոզել Քրիստոսի մասին։ Եվ աթենացիներուն լսե ինչ ասավ։ Գգարտամ 17-րդ գլուխ Քորձ Կարաքելոց 22-րդ համարեն սկսյալ մինչև 31-րդ համար։ Ով աթենացիներ, եւ հիմա քեզի գսե եւ քեզի բեստերուն, ով արևորտիներ։ Կտեսնեմ, որ ձայր աստիճան գրոնասեր եք ամեն ինչով։ Աբրիս հարութ, գրոնասեր ես։ Որովհետև երբ գբդդեի եւ աչքի գանցնեից էր ճաշտամունքի վայրերը, դեսա փակինը, որում վրա գրված էր անձարոտ Աստուծո։ Ահա, ինչ որ դուք առանց ջանչնալու կբաշտեք, նույնը գքարոզեմ ես ցեզի։ Այն Աստվածը, որը ստեղծեց աշխարհը եւ ինչ որ գա անոր մեջ, ան որ երկնքի եւ երկրի դերն է, որ ոչ ցերագերտ դաջարներու մեջ կբնագի, ոչ ալ մարդոց գոմե ծառայության կգարոդի մարդոց պես։ Ան է որ բոլորին ցանկ, շունչ եւ ամեն ինչ կուտա։ Դուք արևը կբաշտեք, մենք արևի ստեղծիչը կբաշտենք, հարութ։ Հետևաբար ով է ավելի մեծ է, ով է ավելի մեծը։ Ստեղծիչը, թե ոչ ստեղծվածը, արարիչը, թե ոչ արարվածը։ Դուք արարվածն է որ կբաշտեք, դուք ստեղծվածն է որ կբաշտեք, մորնալով արարիչը, ստեղծիչը։ Աստված ինքն է որ ցանկ, շունչ կուտա, ամեն ինչ։ Գշարունակեմ, ան է որ միակ մարդեմը ամբողջ մարդկությունը հարաճ բերավ, որբեսի աշխարհի բոլոր գողմերը փնագին։ Հadouk ժամանակաշրջաններ սահմանեց եւ բնակության սահմաններ ճշտեց անոնց, որբեսի Աստված փնդրեն եւ թերևս խարխապելով գտնեն զայն։ Աստված հետանոստերու մեջ ալ թրավ սկացումներ, փիլիսոփայական միտքերու մեջ, Արիստոտելի մեջ, Բաղադոնի մեջ, Սոկրատի մեջ, այնպիսի սկանչելի գաղափարներ կան, որ մարդ խարխապելով գրնա քոնե Աստուծո թուրին թիմաց հասնել։ Եվ արդարև հերույալ չէ մեզ մե յուրաքանչյուրեն, որովհետև իրմով է որ գաբրին կշարժինք եւ գանք, ինչպես որ ծերպանաստեղծերը մեկը գսե, մենք անոր զավակներն ենք։ Քանի ուրեմն Աստուծո զավակներն ենք,
Ինչպես կրնանք խորիլ թե աստվածությունը ոսկիով, արձատով, գամքարով շինված եւ մարդկային ջարդարության ու մտքի ծնունդ եղող քանդակներու կնմանի։ Բայց արդ աստված գամավորապար մորնալով այդ ժամանակները, երբ մարդիկ չէին ճանչնարզինք, հիմա ամենուրեք բոլոր մարդոց գբադվիրե ապաշխարել։ Եվ Աստուծո անունով քեզի եւ քու համայնքիդ մարդոց կսեմ ապաշխարեցեք, Աստուծո դարձեք։ Աստված թեր ողորմած է բոլորիս նկատմամբ, ողորմությամբ մեզ արիտ կուտա ապաշխարելու իրեն դառնալու։ Որովհետև օրը սահմանեց, երբ արդարությամբ պիտի դատե ամբողջ աշխարհը մարդու մցերքով, որու միջոցով ուզեց հավատք ներշնչել բոլորին, զայն մերելներեն հարուցանելով։ Հետևաբար Աստված դիեզերքի մեջ ամեն ինչ դրած է, որբեսի իր մասին պատմեն։ Սամոսի մեջ կսվի, որ երկինքն ու երգիրը, այսին ամբողջ արարչությունը Աստուծո փառքը կպատմե։ Դուք թողած Աստուծո փառքը մարդկային փառքի ետևեն կացրեք։ Արարիչը թողած արարածին ետևեն կացրեք։ Արարվածին, արևին ետևեն կացրեք, եւ դուք ցես կգոչեք արևորտիներ։ Հռոմայացիներու նամակի մեջ կգարտամ, լավ լսե ինչ կսե։ Բողոս Արաքյալ, առաջին գլուխ, 20-րդ համար, 20 եւ 21 համարները կգարտամ։ Արտարև աշխարհի ստեղծում են իվեր, ստեղծագործության ընդմեջ են գիմացվին ու գտեսնվին Աստուծո աներևույթ հատկանիշները։ Ստեղծագործության ընդմեջ են գերևին ու գտեսնվին Աստուծո աներևույթ հատկանիշները։ Դուք դեսածն է որ կբաշտեք որ, չդեսնվածը չեք բաշտեր, որովհետև Աստուծո հոգի չունիք։ Եթե Աստուծո հոգի ունենաք, աներևույթը կդեսնեք, ոչ թե երևցածը։ Եվ ինչ են այդ աներևույթ հատկանիշները, որ Աստված բնության մեջ դրավ իր մասին։ Այսինքն, մշտնչենավոր զորությունը եւ անոր աստվածությունը եւ ասիկա որբեսի մարդիկ ովևէ արտարացում չունենան, արտարացում չունիս այլևս, որ Աստված չկա։ Որովհետև զաստված ճանչնալով հանդերձ քու խոսքովդ քեզ պիտի տատեմ, որովհետև դու նսիր մենք արևը չենք որը կբաշտենք այլ գրակը քու խոսքդ մտի գրե։ Ես չեմ ուզեր հիմա մարդոց ամբողջ երկար խոսակցությունը լսել դալ։ Բայց ասիր արևը չէ որ կբաշտենք այլ անիկա արարիչին ագնե թուն քեզ զուգագի ինգացիր, որովհետև վստահ եմ որ քրիստոնեական դաստիարակությունը ստացած ես սկիզբը եւ վերջը արևորտի դարձած ես, արևը սկսած ես պաշտել։ Ահա, դες ինչ կսե Բողոս Արաքյալ, որովհետև Աստված ճանչնալով հանդերձ, դու գիտես որ Աստված կա, հագարականոր որ գծաղրես զինք եւ իր բալիգը գոչես Հիսուսը, բայց հիմա գսեմ քեզի որ բալիգին ովքեր եկան այցելեցին Հիսուսի, ուրեմն որովհետև Աստված ճանչնալով հանդերձ իբրև Աստված չփարավորեցին, դու իբրև Աստված չես փարավորեր եւ շնորհակալ չեղան այլ անհետեթ խորհուրդներ ունեցան, քու ունեցած խորհուրդները անհետեթ խորհուրդներ են, որով իրենց միտքը ամմդությամբ խավարեցավ, քու միտքը ամմդությամբ խավարած է, դեսար ով է ամմիդը, ոչ թե քրիստոնյաներս, ոչ թե Աստուծո իմաստություն ունեցողներս, այլ թուն, որ թեր խավարի մեջ ես, թեր ամմիդ ես, Աստված չջանցողը անմիդ է, եւ 22-րդ համարն արգարտամ, իրենք զիրենք իմաստուն համարելով հիմարացան, թուն ինքզինքդ իմաստուն կգարձես, բայց իրականության մեջ հիմար ես, առանց վիրավորելու քեզ, Սուրբ Գիրքի բառերով հիմար ես, անմիտ ես, աշխարհի իմաստությամբ թուն ինքզինքդ հբարտ կգարձես, բայց ոչինչ է քո իմաստությունդ, դեր Հիսուս Քրիստոս ինչ ասավ Մատթեոսի ավետարանի մեջ, պիտի գարտամ քեզի Մատթեոսի ավետարանի 11-րդ գլխու 24 եւ 25 համարները Հիսուս ասավ գամ գարտամ 25-26 համարները Հիսուս աղոթեց իր հորը եւ ասավ հայր երկնքի եւ երկրի դեր շնորհակալ եմ քեզի որ իմաստուններեն եւ քիդուններեն ծածկեցիր այսին այս աշխարհին մեջ իրենք զիրենք իմաստուն եւ քիդուն գարձածներեն Քուրմերդ թուքցես քիդուն եւ իմաստուն կգարձեք, բայց անոնց մեկը սե շնորհակալ եմ հայր որ ծածկեցիր եւ ուրեմն ծածկեցիր այն ինչ որ հայտնեցիր բարձ
ու համեստ մարդոց։ Դու մեզ գոչե հիմար, վնաս չէ, բայց մենք Աստուծո աչքին ոչ թե հիմար ենք, այլ բարձ ու համեստ մարդ։ Եվ այո, Հայր, դու այսպես ուզեցիր, Աստված այդպես ուզեց, որ ծածկվի իմաստությունը, երկնային իմաստությունը այս աշխարհի մեջ իրենք զիրենք իմաստուն եւ գիտուն համարածներ են, չէ որ Սատանան ասավ Եվային, եթե ուդես այդ զարեն, աչքերդ պիտի բացվին եւ Աստվածներու պես պիտի լաս, գիտությամբ պիտի լեցվիս։ Ահա դες թե Սատանան ինչպես կու միտքդ գթրթե, գմղե, որբեսի քեզ խապե, ու քեզ խապեց։ Ես քեզի Աստուծո անունով Ետ կհրավիրեմ, որ թարց ունենաս, ետ Աստուծո թարնաս։ Բողոս Արաքյալ եւ Փարնապասը, եւ որ Լիստրայի եւ Դերբեի մեջ էին, այնտեղ խոսք մասին, եւ որ մարդիկ եկան եւ ուզեցին զիրենք բաշտել, որբես Զևս եւ Հերմես, որբես չաստվածներ, Բողոս Արաքյալ թարցավ եւ ըսավ Դերբեցիներուն գգարտամ Կորցկարակելոց 14-րդ գլուխ 15-րդ համարը Մարդիկ ինչ կնեք մենք ալ ցեզի պես դգար մարդիկ ենք եւ ցեզի կկարոզենք որ այդպիսի բարապ բաները ցկելով թարնակ գենտանի Աստուծո բարապ բաները թող քուրմ հարուտ թարցիր Արաքյալ հարուտ բարապ բաները թող Աստուծո թարցիր որ թարցեք գենտանի Աստուծո թարցիր որ ստեղծեց երգինքը, երգիրն ու ձովը եւ ինչ որ գա անոնց մեջ։ Լսեցիր, երգինքն ու երգիրը եւ ինչ որ գա անոր մեջ, արևը, գրագը, ասոնք բոլորը Աստված ստեղծեր է։ Եվ հետեւաբար, քո այս ամբողջ ունեցած գիտությունդ ուրիշ բան չէ, եթե ոչ ոչնչություն։ Չեմ ուզեր ավելի երկարել, միայն մեկ բան ասեմ, որ հույս ունիս փրկվելու որովհետև Աստված ողորմած է ինչպես որ Աստված ողորմած գտնված է իմ նկատմամբս եւ բոլորիս նկատմամբ ինչպես Աստված ողորմեցավ մեր ազգին եւ քրիստոնեությունը մեզ փրկեց որ մենք ոչ իսլամ դառնայինք բարսիկներուն պես ոչ թուրք դառնայինք եւ ոչ ալ ոյ մեկ բան այլ մնայինք քրիստոնյա հայ Քրիստոնեությունն էր, որ մեր հայությունը բահբանեց։ Ասիկա իմացիր։ Մենք չգործընծեցինք մեր ինքնությունը։ Մենք չենք գործընծուցած մեր ինքնությունը։ Քրիստոնեությունը բահբանեց նույնիսկ ամեն տեսակ ավանդություն, մշակույթ, լեզու, երգ, բառ։ Քրիստոնեությունն էր, որ մեզ բարձրացուց մագարտակի։ Քրիստոնեությունն է։ Խոստովանե, ընդունե։ Եվ դուն Հիսուսը գծաղրես վսես Եհովային բալիգը գիտես որ Եհովային բալիգը մեր դերը փրկիչ Հիսուս Քրիստոս երբ աշխարհի մեջ ծնավ արևելքի մեջ քեզ մեջ շատ իմաստուն բայց քեզի պես դիդրոս ունեցող մոքեր քուրմեր դեսան աստղը Թուն արևի մասին խոսից իրենք դեսան աստղ այդ լուսավոր աստղը եւ այդ աստղը բարձ աստղը չէր այլ այդ աստղը իրենք առաջնորդեց արևելքեն փերավ մինչև Երուսաղեմին դարավ զանոնք մինչև Փեթրեհեմ եւ աստղը գանկնեցավ ուր այն վայրին վրա ուր Հիսուս ծնած էր եւ գիտեք ինչսին երբ որ Երուսաղեմ ասան այս մոքերը Հերովդես թագավորին եկան եւ ասին գգարտամ քեզի Մատթեոսի ավետարանի 2-րդ գլխու ուրեմն առաջին երկու համարները Հերովդես թագավորի օրերուն էր որ Հիսուս ծնավ Հրեաստանի Փեթլեհեմ քաղաքի մեջ եւ ահա արևելքեն մոքեր եկան քուրմեր Զանոթ է քեզի այս դիդրոսը որովհետեւ դու այդ դիդրոսը քու վրա արած ես մոքեր եկան Երուսաղեմ եւ հարցուցին ուր է հрьяաներու նորածին թագավորը մենք տեսանք անոր աստղը արևելքի մեջ եւ եկանք երգրբակելու իրեն մոքերը եկան եւ երգրբակեցին դիրոջ Թունալ եկուր եւ երգրբակե
թակավորներու թակավորին, դերերու դերերին, որովհետև քու այս ունեցած գիտությունդ աշխարհիկ է, ժամանակավոր է եւ խափուսիկ է։ Եվ սիրելի հավատացյալներ, մենք ովևէ մեկը չենք անարգեր եւ անարգված ալ չենք սկար, եւ որ մեզի գգոչե հիմար, դքեդ, անկեդ եւ այլն, որովհետև դերը այս աշխարհի հիմարներեն ծածկեց, այս աշխարհի իմաստուներեն ծածկեց եւ մենք որ հիմար էինք այս աշխարհին աչքին, դերը մեզ իմաստնացուց։ Այլևս մենք իմաստության որդիներ ենք։ Մենք լույսի որդիներ ենք եւ ոչ թե խավարի որդիներ։ Հետևաբար մեր հայրերու հավատքին դառնանք, արմատ հավատքին, որ մի աստվածությունն է եւ ոչ թե հեթանոսություն, եւ մերժենք հեթանոսությունը, մերժենք գրաբաշխությունը, մերժենք արևաբաշխությունը, մերժենք գրագաբաշխությունը եւ մնանք ամուր մեր հավատքի մեջ հիմնված սուրբ երրորդության մեկ աստվածության վրա, հորը, որդին եւ սուրբ հոգին վրա։ Աստված ցեզ արադաբեստողորտն է, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։